Կիբեռնետիկայի ֆակուլտետի ուսանող Թեհմինեն նոր լաբորատորիայի ժամանակակից սարքավորումներն է փորձարկում։ Մենք տեսականորեն անցնում ենք, թե սխեման ոնց է միացում եւ այլն։ Հիմա հնարավորություն ենք նաև գործնական կիրառելու։ Համաձայն չէ, թե պոլիտեխնիկն աղջկա տեղ չէ, իսկ կիբեռնետիկան տղամարդու մասնագիտություն է։ Բոլորը մտածում են աղջկա տեղ չի պոլիտեխնիկը, մտածում են աղջիկ պետք է ավելի հանգիստ տեղ, որ ավելի աղջկան հարմար գործ լինի, բայց այստեղ ասում, որ աղջկան էլ է պետք մի փոքր տեխնիկայից հասկանա։ Համակուրսեցի Հայկը հումորով է հիշում, թե ինչ սարքավորումներով էին նախկինում փորձերը կատարում։ Իսկ հիմա ամեն ինչ տեսնում ենք, մենք արդեն հասկանում ենք, բացի տեսականից, որ մեզ տալիս են դասախոսները, արդեն պրակտիկ մենք հասկանում ենք, թե ինչ ենք սովորել։ Լաբորանտ Լիաննան հրաժեշտ է տվել խորհրդային արտադրության ամպերմետրերին ու վոլտմետրերին։ Ուսանողներն այսօրվանից թվային եւ անալոգային տարրերը ժամանակակից սարքերով կուսումնասիրեն։ Առանց այս դակքարտի մենք չէինք կարող ուսումնասիրել այս տարրերը համակարգչի միջոցով։ Արդեն վիզուալ ձևով ուսանողին թույլ է տալիս հասկանալ, թե ինչ տարրն է ուսումնասիրում։ Դեռ 2011-ի նոյեմբերին նախագահ Սերժ Սարգսյանի եւ National Instruments ընկերության նախագահ Ջեյմս Թրուշարդի հանդիպման ժամանակ հայտարարվել էր հայկական ազգային ճարտարագիտական լաբորատորիաների ստեղծման անհրաժեշտության մասին։ Այսօր նախագիծն իրականություն է։ Բարձրագույն կրթության արդիականացման խնդիրները, մասնավորապես ժամանակակից լաբորատորիաների ստեղծումը եղել է Սերժ Սարգսյանի նախընտրական ծրագրում որպես կարևոր դրույթ կրթության ոլորտին վերաբերող հարցերի շարքում եւ այսօր մենք փաստում ենք, որ այս խոստումը նույնպես կատարված է։ Լաբորատորիաները սպասարկելու են ճարտարագիտականի 6 ֆակուլտետի 24 մասնագիտություն ուսումնասիրող ուսանողներին, տարեկան շուրջ 2000 հոգու։ Նախագահ Սարգսյանին պատմում են ներդրումների մասին, մինչ այժմ շուրջ 4.5 միլիոն դոլար, ծանոթացնում պայմաններին, լաբորատորիաների հնարավորություններին ու ծրագրի հեռանկարին։ Մենք ուսումնասիրում ենք էլեկտրատեխնիկա առարկան։ Կարող ենք հավաքել բաց էլեկտրական շղթաներ եւ նույնիսկ չափել այդ շղթաների պարամետրերը։ Փորձի էությունն այն է, որ իրենք ձեռքով տեսնում են, թե դետալներ ավելացնելով ինչպես է պարամետրերը անտենայի կատարելագործվում։ Ծրագիրը կօգնի նոր տեխնոլոգիաների միջոցով ուժեղացնել հայկական ավանդաբար ուժեղ ճարտարագիտական կրթությունը։ Արդյունքում որակյալ մասնագետներ ժամանակակից տնտեսության համար։ Սա կնպաստի, որ մեզ մոտ սովորող ինժեներները արդեն տիրապետ են ժամանակակից տեխնիկային եւ այդ պատրաստվածությամբ մտնեն տնտեսություն, որտեղ արդեն ներդրվում է ժամանակակից տարբեր տեխնոլոգիաներ։ Ծրագիրը պետություն մասնավոր գործակցության արդյունք է։ Քառակողմ նախագծում ոլորտի առաջատարներից National Instruments անդրազգային կորպորացիան է։ Հավատացած ենք, որ Հայաստանի ապագան գիտելիքահեն տնտեսությունն է։ Այս իմաստով տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտն արդիական է։ Աշխատում ենք մեր գործընկերների հետ այս ոլորտում ներդրումներ կատարելու, որպեսզի աշխատատեղեր ստեղծվեն հայ տաղանդաշատ մասնագետների համար։ Ամերիկյան շատ ընկերություններ Հայաստանում ներդրումներ են կատարել, կան համատեղ ձեռնարկություններ։ Ճարտարագիտական լաբորատորիան ժամանակակից գիտակրթական հետազոտական բազայի մի մասն է միայն։ Այն անկախ Հայաստանի պատմության մեջ ամենալայնածավալ ու խոշոր ներդրումն է բուհերի ենթակառուցվածքների եւ լաբորատոր բազայի բարելավման գործում։ Արկադի Գրիգորյան, Արթուր Հունանյան, ժամը լրատվական։